Ողջույն իմ հարգելի հետևորդներ։ Ես գիտեմ, որ այս տեսանյութերը, որոնք ավելի երկար են, ես տալիս եմ շատ մարդկանց հարցերի սպառիչ պատասխանները։ Ու մինչ այսօր կանցնեմ մեր կարևորագույն թեմաներին, այն է ծննդյան օր ամիս տարեթվի վերլուծությանը եւ կհամակցեմ նաեւ կյանքում հաղորդակցման եւ շփման ոլորտների հետ, կցանկանայի հորդորել բոլորիդ, որպեսզի կիսվեիք այս տեսանյութերով շատ, որպեսզի մեր թիմը ավելի մեծանար, որպեսզի մեր ընտանիքը ել ավելի ընդլայնվեր եւ եթե այն մարդիկ, ովքեր դեռևս չեն հետևում իմ մյուս հարթակներին սոցիալական, հորդորում եմ, որպեսզի բաժանորդագրվեք այնտեղ, որպեսզի կարողանանք մենք միասին ճիշտ առնչություն ունենալ եւ հաղորդակցման մեջ գտնվել, իսկ ես կարողանամ ձեզ նամակների միջոցով պատասխանել եւ սպառել ձեր բոլոր հարցերը։ Հիմա անցնենք այսօրվա թեմային։ Ծննդյան օր ամիս տարեթիվը դա ձեր կյանքի ճանապարհային քարտեզն է։ Ու եթե դուք ունեք այս պահին ինչ ուներ, թե ինչի եք գտնվում այսպիսի իրավիճակում, ինչու ունեք ֆինանսական խնդիրներ, ինչու չեք կարողանում ներդաշնակ հարաբերություններ կառուցել, ինչու հարաբերությունները սկսվում են եւ շատ անակնկալ ավարտվում են, ինչու այս կամ այն առողջական խնդիրը հենց ձեզ մոտ է գլուխ բարձրացրել։ Այս բոլոր հարցերը ունեն իրենց պատասխանները։ Վստահեցնում եմ ձեզ որպես թվային հոգեբան եւ բազմաթիվ մարդկանց հետ աշխատած մասնագետ։ Երբ դուք կանցնեք ձեր ծննդյան 5 հիմնական ծրագրերը, անհատականության, հոգևոր կամ տոհմում ունեցած փոխհարաբերությունների, գումարի, մասնագիտական ուղղության ընտրության, գումարի ոլորտի կառավարման, հարաբերությունների եւ առողջության, դուք ամբողջական պատկեր կունենաք ձեր կյանքի մասին։ Երբ ինձ հարցնում են, թե ինչ կլինի իմ կյանքում առաջիկա 5 տարիների ընթացքում, սա շատ բարդ խնդիր է, որ մարդը առաջադրում են ինձ, բայց այս խնդիրը նախ եւ առաջ իրեն է ուղղված, որովհետեւ ես կարող եմ ցուցումները տալ, բայց մարդը գուցե նախընտրում է չանցնել այդ ծրագրերը այնպես, ինչպես այնտեղ գրված է համաձայն վերլուծության։ Ու եթե դուք ցանկանում եք, որպեսզի կանխատեսելի լինի ձեր կյանքը առաջիկա 5 տարիների ընթացքում, դուք ինքներդ պետք է այսօր իսկ սերմեր ցանեք դրա համար։ Մի մոռացեք, որ եթե մենք ուղակի ցանկանում ենք, մենք չենք կարող որևէ պտուղ քաղել դրա հետևանքով։ Ցանկանալը դեռևս չի նշանակում, որ բնությունը, տիե, ձերքը, Աստված մեզ տալու են այդ հնարավորությունները։ Երբ մենք ցանկանում ենք եւ որևէ գործողություն ենք կատարում, հենց սա է, որ հիմք է հանդիսանում հետագայում ինչպիսի պտուղներ ենք քաղելու։ Ու եթե դուք հիմա միայն ինչու հարցն եք տալիս, 5 տարի հետո դուք չեք կարող անցնցում եւ անցավ կյանք ունենալ։ Որքան էլ որ ես ցանկանամ, որպեսզի այն անցնցում լինի, որքան էլ դուք շատ ցանկանաք, որպեսզի խնդիրների չհանդիպեք։ Եթե դուք այսօր ձեր եսի անհատականության դրսևորման մեջ խնդիր եք ունենում, դուք վաղը չեք կարողանալու ճիշտ հարաբերություններ կառուցել, ճիշտ կյանքի զուգընկեր, զուգընկերուհի ընտրել եւ սա պրոբլեմատիկ իրավիճակ է բերելու նաեւ գումարի ոլորտում։ Այս շղթաները, այս 5 ծրագրերը մեկը մյուսի հետ խստորեն կապված են ու երբեմն կան ծրագրեր, որոնք եթե կրկնվում են հարաբերությունների ծրագրում եւ գումարի ծրագրում, սրանք մեկը մյուսի հետ սերտորեն կապվում են անմիջականորեն, որովհետեւ տվյալ իրավիճակում, երբ մարդը խնդիր է ունենում հարաբերություններում, ինքը գումար է կորցնում։ Երբ մարդուն տալիս ես այս ցուցումը, ինքը հասկանում է, թե ինչ է անհրաժեշտ անել այս իրավիճակում, որովհետև հստակ քայլերի հաջորդականություն է առաջադրվում եւ մարդը այլևս չի ունենում ինչու հարցը։ Նա հենց իր վերլուծության միջոցով գտնում է բոլոր ինչուների պատասխանը։ Ձեզ հետաքրքրում է ինչու ունեք առողջական տվյալ խնդրեմը, արդեն իսկ դրված է ձեր ծննդյան օր ամիս տարեթվի մեջ։ Պարզապես մի քանի ցուցումներ կան, որոնք հենց ձեզ են ցուցված, պետք է կատարել ու այլևս դուք չեք հանդիպի այս հիվանդությանը։ Մեր ծրագրերը հետևյալ կառուցվածքն ունեն եւ աշխատելու սխեման ունեն։ Եթե մենք խիստ ակտիվացման ժամանակահատվածում չենք անցնում տվյալ ծրագիրը, պետք է հասկանանք, որ այդ ծրագրի ավարտից հետո մենք հնարավորության փոխարեն անպայմանորեն հանդիպելու ենք խնդրի։ Եթե դուք 18-ից 25 տարեկան եք, ուրախացեք, որովհետև դուք ձեր կյանքի առաջին ծրագրում եք գտնվում։ Ու եթե դուք հիմա այցելեք ինձ որպես մասնագետի, ես մեծապես ազդելու եմ եւ օգնելու եմ ձեզ, որպեսզի հետագա ձեր 10-15 տարիները էկոլոգիապես ճիշտ անցնեն։ Իսկ դրանից հետո շատ ավելի էկոլոգիապես կկառուցվի ձեր ֆինանսական, հարաբերությունների եւ առողջության դաշտը։ Որովհետեւ եթե դուք 18-ից 25 տարեկանում, երբ առաջին անգամ խիստ ակտիվանում է ձեր
առաջին ծրագիրը եւ դուք ձեր բնավորության գծերի դրսևորման մասին որևէ ցուցում տեղյակ չեք, թե ինչպես է անհրաժեշտ անել, չգիտեք ինչպես դրսևորել ձեր եսը, բնականաբար դուք անելու եք այնպես, ինչպես ձեզ մոտ ստացվում է։ Ու սա մեծ խնդիր է ստեղծելու ձեզ համար 25-ից հետո մինչև 35 տարեկան հասակը, որովհետև ուղիղ 25 տարեկանում բոլոր այն մարդիկ, ովքեր արդեն իսկ 25-ն անցել են, այս պահին հորդորում եմ հիշել, թե ձեզ այդ 25 տարեկանում ինչ է տեղի ունեցել։ Հիմա կանգ առեք, անջատեք այս տեսանյութը, սեղմեք դադարի վրա եւ հիշեք, ինչ է ձեզ հետ տեղի ունեցել ուղիղ 25 տարեկան հասակում։ Եթե լավ իրադարձություն է, ուսում է, նոր աշխատանք է, նոր ուղղության բացահայտում է, նոր երկիր է, ամուսնություն է, երեխայի ծնունդ է, նշանակում է դուք ինչ որ կերպ արդեն դրականորեն անցել եք ձեր առաջին ծրագիրը, եւ սա կյանքի պարգևատրումն է եղել ուղիղ 25 տարեկանում։ Իսկ բացասական ելքով բոլոր իրադարձությունները վկայում են, որ դուք չեք անցել ձեր առաջին ծրագիրը։ Ու բնականաբար արդեն իսկ այստեղ գումարված առաջին ծրագրի խնդիրը գումարվելու է երկրորդը, որովհետև արդեն խիստ ակտիվության մեջ է մտնում երկրորդ ծրագիրը, որը խիստ ակտիվ կլինի մինչև 35 տարեկանը։ Ու եթե դուք ձեր տոհմի ծրագրերը չեք անցնում նորից համաձայն ձեր ծննդյան թվերի վերլուծության, մի զարմացեք, որ դուք 35 տարեկանում բախվելու եք ֆինանսական, աշխատանքի, հարաբերությունների, առողջության ոլորտների խնդիրների։ Ահա եւ բոլոր այն ինչուների պատասխանը, որ ես ձեզ հիմա տալիս եմ։ Իսկ յուրաքանչյուր անհատի հետ աշխատելիս անհատապես ենք տալիս բոլոր այն ցուցումները, թե ինչ է տեղի ունեցել այս մարդու կյանքում եւ որ նրա գործողությունն է հանգեցրել ներկայիս իրավիճակին, ներկայիս խնդիրներին, ներկայիս խոչընդոտներին։ Ու երբ 35 տարեկան է մարդը դառնում, այստեղ խնդրում եմ մի փոքր ուշադրություն դարձրեք։ Մարդը միանգամից մտնում է 3 ակտիվացման ծրագրում, որոնք խիստ ակտիվ մնում են այդպես էլ մինչև կյանքի ավարտը։ Դրանք են գումար, աշխատանքի ոլորտ, հարաբերություններ եւ առողջություն։ Եվ 35 տարեկանում արդեն իսկ ակտիվ են 5 հիմնական ծրագրերը ձեր կյանքի, այն է ձեր կյանքի ճանապարհային քարտեզը, որը երբ դուք անցած չեք լինում, ինձ հարց եք տալիս, իմ առաջիկա 5 տարիները ինչպիսին կլինեն։ Կարծում եմ այս կետով ես պատասխանեցի, թե ինչպիսին կլինեն։ Եթե դուք ամեն անգամ ձեր հնարավորությունը բաց եք թողնում եւ որոշում եք, որ դե լավ, հետո կմտածեմ, կանեմ այս քայլը, դե լավ, մյուս տարի կանցնեմ ծրագիրը, մեկա դեռ 2 տարի կա ու այդպես էլ չեք ստանձնում պատասխանատվություն սեփական ծրագրերը ճիշտ ժամանակին անցնելու համար, թվային հոգեբանը կարող է միայն վերլուծել եւ ձեզ ցուցումները տալ։ Իսկ անցնելու process-ի պատասխանատվությունը կրում եք դուք։ Ու սա այն լավագույն ներդրումն է ձեր կյանքում, որ դուք կարող եք երբևէ անել։ Սա լավագույն նվերն է ձեզ, որ դուք երբևէ կարող եք ինքներդ ձեզ համար անել։ Սա լավագույն տարբերակն է կյանքից խնայելու 5-ից 10-15 տարիներ, որպեսզի անցնցում անցնեք այս փուլերը ու անցնեք համաձայն ձեր թվերի։ Ու ինքներդ կհամոզվեք եւ արդեն բազմաթիվ մարդիկ են թվային վերլուծությունն անցնելուց հետո համոզվել, որ կյանքի ընթացքը 180 աստիճանով փոխվում է։ Ահավասիկ ձեր առաջ նստած մարդը, ով 180 աստիճանով փոխել է կյանքը։ Մարդ, ով ինտրավերտ է, մարդ, ով սիրում է մենակություն, բայց իր ծննդյան օրվա ծրագիրը այսօր անցնում է դրականորեն, ինքը կյանքում ունենում է հնարավորություններ։ Մարդ, ով երբ չի համառում եւ գտնում է, որ անհրաժեշտ է անցյալը բաց թողնել, որովհետեւ իմ թվային վերլուծությունը համաձայն իննի ասում է բաց թող անցյալդ, մի վախեցիր մենակությունից, գնա դեպի մարդկանց, ու ես անում եմ համաձայն այդ ցուցումի, ես այսօր ունեմ հնարավորություններ, ունեմ ձեզ նման հետևորդներ, ունեմ շատ մարդիկ տարբեր սոցհարթակներում, ում ես օգտակար եմ լինում իմ ծառայությունների ձևով։ Եվ ես ուզում եմ հասնել իմ առաքելությանը կյանքում, որն էլ հենց օգտակարությունն է մարդկանց։ Կան նրբություններ, որոնք անհրաժեշտ է նկատի ունենալ։ Դուք զարմանում եք, որ ձեր գումարի հոսքը պակասում է, դուք զարմանում եք, որ անընդհատ արգելափակված է, բայց զարմանալու փոխարեն անհրաժեշտ է քայլ կատարել։ Այսօրվա տեսանյութից հետո կարծում եմ շատերի կյանքն է փոխվելու, որովհետև սա բացահայտում է շատ շատերի համար։ Ու եթե այն բոլոր մարդիկ, ովքեր կասկածում են իմ ասածների վրա, միևնույն է, եթե նույնիսկ դուք գաք եւ ձեզ այս վերլուծությունը բան չտա, ես ձեզ 100%-ով
1000% վստահեցնում եմ, դուք կյանքում կորուստ չեք ունենալու այս վերլուծությունից հետո։ Ես վստահաբար գիտեմ, որ ձեր կյանքի որակը փոխվելու է, որովհետև թվերը երբեք չեն սխալվում։ Սա ճշգրիտ վերլուծություն է։ Ձեզ ընդամենը անհրաժեշտ է հավատալ սեփական անձին, հավատալ ձեր թվերի վերլուծությանը ու քայլ կատարել մեկ անգամ այդ ծրագրերն անցնելու ուղղությամբ։ Ու ինքներդ կհասկանաք, որ իրականում մեր ծննդյան օր, ամիս, տարեթիվն է ամենակարևոր ազդեցությունը մեր կյանքի հետք թողելու մասով։ Տեսեք, եթե մենք չգիտենք, թե ինչպես է երիկամը վիրահատության ենթարկվում, դժվար թե մենք կարողանանք այդ առումով մեր ընկերոջը մեծ օգնենք եւ դժվար թե մենք կարողանանք ինքներս վիրահատություն կատարել մեր մարմնի վրա։ Իսկ մենք փորձում ենք հենց այս կարգով լուծումներ գտնել ֆինանսական դաշտում, կառուցել փոխհարաբերություններ, առողջական խնդիրների հետ ինչ-որ ձևով լեզու գտնել։ Մեր եսի դրսևորման մասին այլևս չեմ խոսում, որովհետև բնավորության ուժեղ ու թույլ կողմերը չենք կարողանում ի ցույց դնել այնպես, ինչպես անհրաժեշտ, այնպես, ինչպես ցուցված է յուրաքանչյուրիս։ Ու երբ մենք ունենում ենք խնդիրների կույտ, մենք ամենադժվարագույն վիճակում ենք հայտնվում, մենք միայն այդ ժամանակ ենք հավատում թվային հոգեբանին կամ այլ մասնագետին։ Սակայն եթե մենք հիմա չենք ցանում սերմերը, ինչպես կարող ենք պտուղները 5 տարի հետո հավաքել։ Եկեք հիմա ցանենք այդ սերմերը։ Հիմա է ճիշտ ժամանակը։ Եթե դու հիմա լսում ես այս տեսանյութը, հարգելի մարդ, ուրեմն ժամանակն է, որ դու մի փոքր մտածես այս տեսանյութի բովանդակության շուրջ։ Ես որևէ մեկին չեմ համոզելու, ես որևէ մեկին չեմ պարտադրելու, որպեսզի նա անցնի իր ծրագրերը դրականորեն, բայց ես ցուցիչ եմ, որ հասկանաք, որ իմ օրինակով փոխվել է կյանքը, իմ կյանքը։ Բազմաթիվ մարդիկ եկել ու հավատացել են ինձ եւ փոխել են իրենց կյանքի որակը։ Եվ որևէ մարդ դեռևս դժգոհ չի գնացել իմ վերլուծությունից հետո, որովհետեւ թվերը երբևէ որևէ մեկին չեն ստում։ Թվերը մեր մասին ավելի շատ բան գիտեն, քան ինքներս մեր մասին։ Եվ այս կետում ցանկանում եմ, որպեսզի մի փոքր խոհեմ գտնվենք։ Խոհեմ, որովհետև սա եւս ներդրում է մեր ինքնակրթության, մեր ճիշտ կողմնորոշման համար։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր պատրաստ են անցնելու թվային վերլուծությունը, անցնելու իրենց ծննդյան օր, ամիս, տարեթվի վերլուծությունը, ունենալու իրենց ձեռքին իրենց կյանքի ճանապարհային քարտեզը, նրանք այս կյանքում շահած մարդիկ են դուրս գալու, ես վստահեցնում եմ ձեզ 99%-ով։ Ուզում եք, որպեսզի ձեր վերլուծության պայմաններին ես ձեզ ծանոթացնեմ, գրեք ինձ անձնական նամակ իմ ինստագրամյան հարթակում, ֆեյսբուքյան հարթակում, եւ ես ձեզ կկարողանամ հետադարձ կապի միջոցով ներկայացնել վերլուծության պայմանները։ Անցեք մեկ անգամ, բարեկարգեք ձեր կյանքը հիմնովի եւ դուք ունենաք ձեր առաջիկա 10 տարիների ճիշտ ճանապարհային քարտեզը, թե ինչպես է անհրաժեշտ նավարկել կյանքում։ Իսկ դրանից հետո ինքներդ բոլոր հարցերի պատասխանները ըստ ծրագրերի վերլուծության ունենաք, թե ինչպես է լինելու այս կամ այն ոլորտի առաջիկա տարիները։ Անցեք դրականորեն, անցեք համաձայն ցուցումների ու կհամոզվեք, որ թվային վերլուծությունը ձեր օգնականն է, ձեզ աջակցող միջոցն է ձեր խնդիրներին դեմ հանդիման հանդիպելիս։ Իսկ եթե ձեզ մոտ հարց առաջացավ, թե ուր մնաց հաղորդակցությունը, ապա այս ողջ ընթացքում ես ի ցույց դրեցի իմ հաղորդակցական բոլոր գիտելիքները ժեստերի մակարդակով, խոսքի, ձայնի, խոսքի արագության, ձայնի տեմբրի, խոսքի կառուցվածքով, առանց մակաբույծ բառերի տեքստի միջոցով։ Ու եթե ձեզ նաև հետաքրքրում է հաղորդակցական հմտությունների մասին դասընթացը, ապա այս մասով եւս կարող եք իմ սոցհարթակներին գրել անձնական նամակ եւ ես ձեզ հետ անպայմանորեն կլինեմ հետադարձ կապի մեջ։ Հաջողություն։